2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ նախագծի քննարկման համատեքստում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Սա ըստ էության բյուջեի նախագծի վերջին քննարկումն է այս ազգային ժողովում։ Հաջորդ բյուջետային քննարկումը տեղի կունենա հաջորդ գումարման խորհրդարանում, նշեց երկրի վարչապետն ու գնահատական տվեց արդեն այս պահի դրությամբ տեղի ունեցող կամ տեղի ունեցած բյուջետային քննարկումներին։ Այս գումարման ազգային ժողովի հետ մեր աշխատանքը ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում եւ գոհ եմ կառավարության արած աշխատանքից։ Բյուջետային տարին դեռևս չի ավարտվել, բայց մենք որոշակի վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով։ Վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 133%-ով։ Երկրի վարչապետը հրավիրեց խորհրդարանականների ուշադրությունը նշելով, որ այս տարվա բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն էր։ Փաշինյանը հիշեց նաև դեռևս 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք խոստացել էին միջինում տարեկան 7% տնտեսական աճ ապահովել։ Այս խոստումը լի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը ամենանվազ տարբերակը ասեմ 7.5-7.6% տնտեսական աճ կապահովենք։ Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի թվերին, ապա 2021-ից 2024 թվականներին ՀՆԱ-ն աճել է 36.6%-ով։ Փաշինյանի գնահատմամբ դա լավ ցուցանիշ է։ Այն, որ այս փոփոխություններն ազդել են նաև մարդկանց կյանքի որակի վրա, այդ մասին ըստ վարչապետի վկայում է նաև Ջինի գործակիցը։ Վերջին ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը էական բարելավում է ունեցել այս տեսակետից եւ նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում է։ Անդրադառնալով աշխատատեղերի թվին, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մեր երկիրը կրկին ունեցել է գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին երկրում գրանցված աշխատատեղերը եղել են 810,074-ը, 2018-ի նկատմամբ թիվն աճել է 223,895-ով կամ 38%-ով։ Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում, այս աճը շարունակական է։ 2024 թվականի հոկտեմբերի նկատմամբ 31,004% ավել։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313,000 դրամ է։ 2018 թվականի նկատմամբ աճը 135,657 դրամ կամ 76%։ Վարչապետը մի քանի այլ թվային ցուցանիշ ևս ներկայացրեց։ Շատ խոսում են գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76%-անոց գնաճ։ Եվ ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 եւ ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50,699 միլիոն, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավել է 95%-ով 24 միլիարդ դրամի։ Թվային պատկերը քաղաքացիների բարեկեցության հետ կապելով Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 384 միլիարդ դրամ է վերադարձվել եկամտային հարկի գծով, ընդ որում 95%-ով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի եկամտային հարկի վերադարձի համեմատ։ Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև երկրում եղած սոցիալական եւ աղքատության խնդրին։ Այո, Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդրեմ։ Ծայրահեղ աղքատությունը 0.6% է, անկախ մեթոդաբանությունից, այս նշանակում է մենք ըստ էության շատ մոտ ենք
ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որը տվել ենք 2021 թվականին։ Նիկոլ Փաշինյանն այն համոզմունքին է, որ մեր երկրում աղքատությունը աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով է։ Այս համատեքստում էլ կառավարությունն իր քաղաքականության հիմքում դրել է քաղաքացու կրթության եւ աշխատանքային հմտությունների զարգացման ռազմավարությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքացիների առաջնային ծախսերն ուղղվում են առողջապահությանը, հետեւաբար երկրի ղեկավարը ճիշտ քայլ համարեց նաեւ առողջապահական համակարգի ստեղծումը։ Այս համատեքստում վարչապետը խոսեց կենսաթոշակների բարձրացման մասին ու նշեց, որ այլևս թոշակառուն ստիպված չի լինի իր կենսաթոշակի մեծ մասն առողջապահական հարցերի վրա ծախսել։ Ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Գնա դեղատուն այլ բան գնի, քան պետքա գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետքա ստանա։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50,000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Խոսելով պետական պարտքի մասին, վարչապետը այն համեմատեց տարբեր գույների դույլերի հետ, որոնց մեջ ծորակից ջուր է լցվում։ Մենք չենք ուզում այդ թեմայի մասին խոսենք, որովհետև չենք ուզում, հիմա ինչ ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղությունը հաստատված կարող ենք խոսել։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախսա միայն պաշտպանության ոլորտում։ Հաջորդ ուղղությունը, ինչ որ պարտքը ավելացա, կապված է Ղարաբաղի փախստականների եւ Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա եւ պարզապես գոյություն չունի։ Տնտեսական ցուցանիշներից ավելի կարևոր է այն հանգամանքը, որ մեր երկիրն այլևս դուրս է բերվել աշխարհագրական թակարդից ու փակուղուց, նկատեց Փաշինյանն ու հավելեց. Մենք Հայաստանը դուրս ենք բերել միտեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար։ Եվ Հայաստանի ժողովուրդը իր ինքնիշխան կամքով կարա որոշի, թե ինքը որ ուղղությամբ, ինչ զարգացման, ինչ տեսլական է որդեգրում։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերն ու օրերս գործադիրի կողմից դրանց հրապարակումը եւս վարչապետի ուշադրությունից դուրս չմնացին։ Հրապարակվեց բանակցային փաթեթը։ Հիմա էլի նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք։ Իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չգլուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել։ Բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ 2026 թվականը շատ բուռն տարի է լինելու Հայաստանի համար։ Վարչապետը հայտնեց, որ ինքն ու կառավարող մեծամասնությունը խորհրդարանական հերթական ընտրություններին մոտենում են լավատեսության եւ պոզիտիվի հսկայական պաշարով։ Այս համատեքստում վարչապետը խոսեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից, նշելով, որ մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել եւ ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը։ Այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան, ասենք 2025 թվականի օգոստոսի 15-ին 20-ին, չնայած այդ պահին լավատես էի ավելի, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես։ Եզրափակելով ելույթը վարչապետը 2026 թվականի հիմնական խնդիրը համարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելու հանգամանքը։ Եվ թույլ տվեք ասեք, ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չի, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թոռների, իր ծոռների խաղաղությունն է եւ դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին
եւ իր բոլոր անցյալներին, անկախ նրանից մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը եւ զոհողությունը տեղի ունեցել, եւ հետեւաբար փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետություն։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ գործադիրը ստացել է 30 առաջարկ ու հարցում, 15-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել է։ Ծախսը կկազմի 4.2 միլիարդ դրամ, 3 հարցման տրվել է սպառիչ պատասխան, մերժվել է 12 առաջարկ։ Այս մանրամասներն արդեն խորհրդարանական ամբիոնից ներկայացրեց երկրի գլխավոր ֆինանսիստը։ Ըստ կանխատեսումների անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, աճելով 5.4%-ով։ Կառավարության պարտ ՀՆԱ ցուցանիշն ըստ 2026 թվականի նախնական նախագծի 53.5%-ի համեմատ նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 52.9%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0.2 միլիարդ դրամով։ Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0.8 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային եւ աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաեւ նպատակային դրամաշնորհների վերանայմամբ։ Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է համախառն ներքին արդյունքի 4.5%-ի մակարդակում եւ կազմում է 536.8 միլիարդ դրամ, որ առաջին փուլի համեմատ նվազել է 0.7 միլիարդ դրամով։ Նախարարի արձանագրմամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները զարգանում են արագ աճող հնարավորություններին համընթաց։ Այդ զարգացումը ըստ Հովհաննիսյանի պատահական եւ ժամանակավոր երևույթ չէ, այլ խորապես գիտակցված գործընթաց, որն ուղղորդվում է պետության կարևորագույն կառուցակարգերի զարգացմամբ։ Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժե ապրել եւ ստեղծագործել, իսկ միջազգային ներդրողներին ու գործընկերներին, որ Հայաստանը կանխատեսելի, հուսալի եւ հետաքրքիր վայր է տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու համար։ Հայաստանում բարեկեցիկ կյանք այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու եւ զարգանալու անչափելի ազատություն եւ հրաշալի հնարավորություններ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անունից գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ելույթ ունեցավ Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը նախ անհամաձայնություն հայտնեց ֆինանսների նախարարի հնչեցրած որոշ տեսակետների վերաբերյալ, ապա անդրադարձավ անհուսալի վարկեր ունեցող վարկառուների մեծ թվին, շոշափեց տնտեսական աճի ու պետական պարտքի աճի հետ կապված խնդիրներն ու ոչ միայն։ Այս իշխանությունները ամեն ինչ ձախողելուց հետո հույսը դնում է բացառապես կամ լավ հիմնականում հանքարդյունաբերության վրա։ Խմբակցության անունից ելույթով ընդդիմադիր գործընկերոջ ելույթին փաստարկված հակադարձեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։ Բարեկեցության մասին որ խոսում եք, այնպիսի տպավորություն է, ոնց որ հարգելի գործընկերներ, դուք 2018 թվականին ձեզնից հետո թողել եք աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը, աղքատության գրեթե զրոյական մակարդակով, մարդկանց բարձր աշխատավարձերով, կրթության բարձր մակարդակով, անվտանգ, հուսալի, բարեկեցիկ, զարգացող, առողջ իրավական համակարգ ունեցող, առողջ կրթական համակարգ ունեցող երկիր, բայց այդպես չի, բոլորն էլ գիտեն, դրա համար այն ինչը որ դուք ասում եք, անգամ ձեզ արձագանքելու կարիք չկա, որովհետև մարդկանց հիշողությունը ոչ մեկը չի ջնջել ու մարդիկ շատ լավ կարողանում են համեմատել։ Բաբկեն Թունյանն իր ելույթի ընթացքում մի շարք քաղաքական գնահատականներ եւս հնչեցրեց։ Սա մեր վերջին բյուջետային քննարկումն է այս գումարման ազգային ժողովի ընթացքում, կարելի ասել ամփոփիչ քննարկում է ու հույս ունեմ վերջին բյուջետային քննարկումն է Հայաստան դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը որ մենք ունենում ենք այս դահլիճում, հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում կլինեն մարդիկ, որոնք 5 տարի շարունակ ոչինչ չանելուց բացի կամ փոխարեն կզբաղվեն իրոք կառուցողական ընդդիմադիր գործունեությամբ։ Խորհրդարանը 2026 թվականի պետական բյուջեն ընդունեց 62 կողմ, 27 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։